Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյան, զեկույց եք ուզում։ Ես էլ եմ ուզում, եկեք հիմա ստեղ այդ հարցը լուծենք, որ էլ հանկարծ մյուս անգամ այս թեմա շարժման առիթ չդառնա։ Պարոն Քոչյան, ձեզ խնդրում եմ, մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ, եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարին, այլ մեր հանրությանը կներկայացվի, բաց մասը։ Բաց մասը ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն, այս ինչ արիր, այս ինչ բերի մեր գլխին, բան կանեք, իմացեք ինչ պատասխան եք տալու, հանրային լսումների ձևաչափով, պարոն Քոչյան, ընդունում եք առաջարկս։ Քննարկենք, շատ լավ, բան առաջարկում եմ, բաց, բոլորը թող տեսնեն, բաց մասը առնվազն զեկույցի թող լսեն, որտեղ այնտեղ շատ կարևոր կտորներ կա, պարոն Մանուկյան։ Այնտեղ այնց հետաքրքիր կտորներ կա, որոնք ինձ թվում է բացի տակ են ընկնում, բայց հետո չասեք, թե էսքի սենց եղավ։ Հետո էլ ասում եք պատերազմի շարժման առարկա իշխանությունն է դարձրել։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, մեր տղերքի սպանության կադրերն են։ Ձեր համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտից եկող ոչ մի բան չեն եղել։ Շնորհակալություն։